Ողջույն, սիրելի հայրենակիցներ, տեսակապով ես այժմ կզրուցեմ պատմաբան Արեգ Սաբգուլյանի հետ։ Ողջունում եմ ձեզ, պարոն Սաբգուլյան, շնորհակալ եմ հրավերս ընդունեցիք, փորձենք Ես էլ խոսել։ եմ ես էլ եմ ողջունում, շնորհակալ եմ Արմինե ջան, կրկին ձեզ հյուրընկալելու համար։ Շնորհակալ եմ, պարոն Սաբգուլյան, չգիտեմ ինչ անուն տալ այն երևույթին, որ կատարվում է մեր երկրում։ Իհարկե մենք բոլորը շարունակում ենք հստակ գնահատել, հասկանում ենք պատճառները, այս ամենի նպատակները, բայց պետք է շարունակենք խոսել, շարունակենք մեր ժողովրդին ներկայացնել այն իրավիճակը, որ կատարվում է մեր երկրում եւ բնականաբար մատնացույց անել իրավիճակից դուրս գալու ելքեր։ Եվ ես կուզեմ, որ այսօրվա մեր զրույցը, որը հիմնականում լինելու է հայ եկեղեցու դեմ ուղված այս հակաեկեղեցական, հակակաթողիկոս արշավին, որի առաջնորդ է Նիկոլ Փաշինյանն է, մենք ներկայացնենք թե ինչ է կատարվում իրականում, ինչու է կատարվում եւ կոնկրետ բանաձևենք իրավիճակից ելքեր։ Եվ ուրեմն, փաստորեն մենք այսօր մուտք ենք գործում մեծ պահքի շրջան եւ պահքի նախաշեմին այս հակաեկեղեցական գործընթացի կամ շարժման կամ պատերազմի պարագլուխ Նիկոլ Փաշինյանը կատարեց մի քայլ։ Դա կանխատեսվում էր, որ նա վաղ թե ուշ այդ ընթացքն է անելու եւ քրեական գործ է հարուցելու կաթողիկոսի եւ մի շարք եպիսկոպոսների վրա եւ ինչը մենք տեսանք։ Հիմա ես կխնդրեմ փաստորեն ամբողջությամբ մեր եպիսկոպոսած դասը մեր առաջնորդի հետ վեհափառ հայրապետի առաջնորդությամբ այսօր թիրախավորված է։ Եվ դա կատարվեց, սա եւ եւս ուզում եմ հիշեցնել եւ լսեմ ձեր գնահատականը Մասյացոտնի թեմի նախկին այդ առաջնորդը Արման Սարոյանը նրա հայցը պատրվատ դարձրեցին եւ փաստորեն քրեական հետապնդում հարուցվեց ամենայն հայոց կաթողիկոսի դեմ, թե խոչընդոտել է այդ հայցի իրականացմանը։ Մենք ինչի հետ այս դեպքում գործ ունենք, այս խայտառակությունը, որը աշխարհով մեկ թնդացել է, ես կխնդրեմ ձեր որպես նաև պատմաբանի գնահատականը կատարվող այս չգիտեմ ինչ բնորոշում տալ այս խայտառակությանը, խնդրեմ։ Շնորհակալություն։ Ուրեմն նաև ամենայն հայոց հայրապետի նկատմամբ քրեական գործի հարուցումը դասվում է այս վարշախմբի գործողությունների այն շարքի, որ իրենք սիրում են ամեն ինչում լինել առաջինը, բնականաբար բացասական իմաստով։ Եվ իրենք ընտրեցին հետևյալ ճանապարհը, ի սկզբանե իհարկե թիրախավորելով կաթողիկոսին, փորձեցին ճնշում գործադրել, որպեսզի ամենայն հայոց հայրապետը հրաժարվի կաթողիկոսական գահից, սակայն այդ քաղաքականությունը հաջողությամբ չպսակվեց։ Եվ նրանք սկսեցին, այսպես ասած, դոմինոյի քաղաքականությունը այլ քարից, ոչ թե առաջին, այլ սկսեցին սրբազաններին ձերբակալել։ Ու գիտեք, որ նաև 4 սրբազանի նկատմամբ այսօր քրեական գործ է, վերջերս Միքայել Սրբազանին ուղղակի տնային կալանք տվեցին եւ իմաստավորումը նաև Միքայել Սրբազանի հարցում հանրային ճնշումը բավականին մեծ էր։ Դա գալիս է նաև իր անհատականությունից իհարկե, չտարբերակենք նաև այն սրբազաններին, որ այսօր կալանավորված են։ Բնականաբար հերթական անգամ շնորհիվ այս իշխանությունների հայ ժողովուրդը ամբողջ աշխարհով խայտառակվեց, որովհետև ընդհանրապես եւ բարոյական, եւ քաղաքական, եւ օրենսդրական դիտանկյունից այս երևույթը թիրախավորել ամենայն հայոց հայրապետին եւ անհիմն դատակամիտ քրեական գործեր հարուցել, դա նշանակում է մի պարզ բան, որ ներկա իշխանությունները անկախ իրենց կամքից միանշանակ կերպով կատարում են օտարի կամքը։ Եվ մենք որքան էլ ուզենանք ներքաղաքական իմաստով փորձենք պարզաբանումներ ու մեկնաբանություններ տանք այս հարցին, բոլոր ազդակները գալիս են Թուրքիա, Ադրբեջան փոխհամագործակցությունից, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետության ազգային, պետական, կրոնական եւ այլ շահերի։
Բնականաբար մենք այսօր ասպարեզում ունենք երկու փաստաթուղթ։ Մեկը 2020 թվականից հետո կնքված այդ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի փաստաթուղթն է, եւ մյուսը 2025 թվականի օգոստոսի 8-ին այդ Տրամփի ուղու պայմանագիրն է։ Բոլոր ներքաղաքական իրադարձությունները կատարվում են այս մուրճի եւ սալի արանքում։ Եթե պատկերավոր փորձենք բնութագրել իրավիճակը։ Եվ երկու կողմից էլ եւ տարածաշրջանային այս դերակատարների եւ գերտերությունների կողմից Հայաստանը ենթարկվում է ճնշման, որը ունի եւ իր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ մեկնաբանություններ։ Կոնկրետ կաթողիկոսի հետ կապված նաեւ իշխանությունը ինչ որ կեղծ մտահոգություններ է հայտնում, որ փորձ է արվում, որպեսզի կաթողիկոսությունը տեղափոխեն Հայաստանից։ Կաթողիկոսին անհիմն մեղադրում են, որ ցանկացել է ինչ որ գանձերը յուրացնել կամ իրացնել, էջմիածնի, եւ նման անհեթեթ բաներ, կամ ինչ որ կապված նրա ընտանեկան դրության հետ, որ ցանկանում է ինչ որ ժառանգություն թողնել եւ այլն։ Ամբողջ խնդիրն այն է, որ ամենայն հայոց հայրապետը կոմպրոմիսի չգնաց այս իշխանությունների ապազգային քաղաքականության հետ։ Մասնավորապես Արցախի հարցում արտահայտելով հստակ դիրքորոշում։ Հիմա դու կարող եք այս դիրքորոշումը մեկնաբանել քաղաքական, աշխարհաքաղաքական, որ հոգևորականների գործը չի խառնվեն արտաքին քաղաքականության կամ ներքին քաղաքականության մեջ, բայց մենք պետք է ամրագրենք մի հստակ թեզ։ Եկեղեցին իր ձայնը բարձրացնում է այն ժամանակ, երբ պետությունը կործանվում է։ Իսկ այսօր այս իշխանությունների ձեռամբ Հայաստանի Հանրապետությունը որպես ազգային պետություն կործանվում է։ Այսինքն փոխում է իր նախկին պատմաքաղաքական դիմագիծը։ Դա հստակորեն արտահայտվում է այս իշխանությունների կողմից ընդունված հայեցակարգերի, գաղափարախոսությունների, կուսակցական ծրագրերի եւ բոլոր այդ փաստաթղթերի մեջ կոնկրետ հստակ կարմիր լուսանցքի գծով անցնում է ազգային պետությունը հայտնվում է լուսանցքում, պատմաքաղաքական լուսանցքում։ Ինչ են ուզում այս իշխանությունները։ Նրանք ենթարկվելով արտաքին ճնշման, հստակորեն կատարում են մի ճանապարհային քարտեզ, որը ընդհանրապես կապ չունի այս Նիկոլ Փաշինյանի հռչակած կրոնական բարեփոխումների ճանապարհային քարտեզի հետ, հա? Ինչ որ քայլեր են կատարում, կաթողիկոսը պետք է հեռանա, հետո համաձայն եկեղեցիական կանոնակարգի պետք է տեղապահ ընտրեն, դրանից հետո պետք է նոր կանոնակարգ ընդունեն, հələ հարց այդ նոր կանոնակարգը որ ընդունեն, կարող է մի հատ այդ նոր կանոնակարգի համաձայն կաթողիկոս ընտրեն։ Այսինքն այդ ամեն ինչը շատ անորոշ է, բայց սրա իրական պատճառն այն է, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը Արաշոքյուր Փաշազադեն բազմիցս արտահայտվել է, որ հայ առաքելական եկեղեցին տարածաշրջանում հանդիսանում է ռևանշիստական ազգային ուժ։ Մենք բոլորս գիտենք հայ առաքելական եկեղեցու պատմաքաղաքական դերը։ Ոմանք ավելի շատ, ոմանք ավելի քիչ։ Ոչ պետականության ժամանակաշրջանում եկեղեցին մշտապես ստանձնել է պետական գործադիր իշխանության գործառույթները։ Եվ պատահական չէ, որ այսօր Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ կոնկրետ հայ առաքելական եկեղեցում ոչ այլ կրոնական կազմակերպությունների ընձեռված է հատուկ կարգավիճակ։ Եվ այդ կարգավիճակը պայմանավորված է մեր եկեղեցու յուրահատուկ ազգային առաքելությամբ։ Մեր եկեղեցին նման չէ կաթոլիկական եւ այլ եկեղեցիների։ Չմոռանանք, որ եկեղեցու բարձրագույն մարմինը հոգևոր խորհուրդը խորհրդի 25% անդամները աշխարհիկ մարդիկ են։ Օրինակ Հռոմի պապին ընտրում են միայն կարդինալները, միայն հոգևորականները։ Իսկ մեր ամենայն հայոց կաթողիկոսին ընտրում են նաև աշխարհիկ մարդիկ, որոնք իրենց գործունեությամբ ունեն ազգային բնութագիր եւ նպաստել են պետության հայրենիքի շենացման։ Հետևաբար սա առանձնահատուկ կարգավիճակ է տալիս մեր եկեղեցու։
Եվ պատահական չէ, որ եկեղեցին ոչ մշտապես, ոչ հաճախ, բայց առանձին դեպքերում իր ձայնը բարձրացնում է, երբ որ խնդիրը օրինակ վերաբերվում է մեր հայրենիքին, մեր պատմությանը, մեր տարածքային ամբողջականության պահպանմանը, որտեղ եկեղեցին է մեր ազգային հիշողության եւ ինքնության պահպանման կարևորագույն հենասյուներից մեկը։ Հետևաբար եկեղեցին այն զգայուն մարմինն է, որը առաջնայինորեն ընդունում է այդ ազդակները, երբ որ պետության անկախությունը վտանգված է։ Հետևաբար այս խմբակը ցանկանում է եկեղեցուն ծնկի բերելով հանդերձ ջարդել ազգային ինքնության վերջի հենասյունը, կարևորագույն հենասյունը, եւ կարողանա այդ եկեղեցին հավասարացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող 60-ից ավել այլ կրոնական կազմակերպությունների։ Ավելին, նաև թմկահարելով այն գաղափարը, որ Հայաստան պետք է ժամանեն, այսպես ասած, շատ պաշտոնական հնչեց, ադրբեջանցի 300,000 փախստականներ, ինչու՞ չէ, նաև զարգացնում են այն թեզը, որ այստեղ պետք է լինի մսկիթներ, այստեղ պետք է լինեն նաև ադրբեջանական դպրոցներ, ադրբեջանական մշակութային կենտրոններ։ Իսկ այս պարագայում ինչ կեցված կունենա հայ առաքելական եկեղեցին։ Հայ առաքելական եկեղեցին նոր սահմանադրությամբ պահպանելու է իր շարունակելու է պահպանել իր դոմինանտ դիրքը։ Հետևաբար նրանք ուզում են նաև քանդել սահմանադրությունը, նսեմացնել, ստորացնել մեր եկեղեցու օրենսդրաիրավական կարգավիճակը։ Եվ այս բոլոր քայլերը իրենք կատարում են համակարգված։ Կաթողիկոսի անձը բացարձակապես կապ չունի այս բոլոր ռեֆորմների հետ, որ իրանք իրականացնում են։ Կաթողիկոսի տեղը նստած լիներ նաև Վազգեն առաջինը, որը մեծարվում է եւ տարբերակվում է այլ կաթողիկոսներից։ Խրիմյան հայրիկը, այսինքն այն կաթողիկոսներին, որոնք ժողովրդի մեր հիշողության մեջ պահպանվել են եւ հավասարեցվում է սրբերին, հա? Ամենաանբասիր կերպարն են նստած լիներ, այս աշխարհաքաղաքական պայմաններում այս թույլ իշխանության պարտված կապիտուլյացիա ենթարկված իշխանության կողմից այդ մարդը, այդ անձը թիրախավորվելու։ Այո, պարոն Սաբգուլյան, դուք ձեր խոսքով ահզացիք իհարկե, բայց ես ուզում եմ առանձնահատուկ անդրադառնամ այդ կեղծիքներին, որ այս իշխանության կողմից վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մի կողմից, նրա տիկինը Հակոբյան Աննան մյուս կողմից չեն դադարում վարկաբեկիչ մեր եկեղեցու հասցեին, մեր կաթողիկոսի հասցեին վարկաբեկիչ գրառումներ անել, հայտարարություններ հնչեցնել։ Օրինակ, ինչ է նշանակում վեհափարը, դե ինքը այլ ձևով է ասում, հա, վեհարանը ուզում է դուրս տանել եկեղեցու Էջմիածնից կամ ասում է Սուրբ Էջմիածնի գանձերն է ուզում Հայաստանից դուրս տանել։ Գիտեք, այստեղ կարելի իրեն իր ոճով իրեն շատ լավ այսպես պատասխանել, բայց մենք չենք իջնում, հա, իր մակարդակին, բայց սա շատ տխուր փաստի մասին է խոսում։ Տեսեք, բոլորիս Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ական իշխանության տարբեր ներկայացուցիչներ, Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ եւս, եթե ընդդիմադիր դաշտից որևէ մեկը իրենց այդ սարսափելի գրառումներին, վիրավորական արտահայտություններին, մեր արժեքների, մեր եկեղեցու, մեր ժողովրդի, մեր ինքնության հասցեին արվող, եթե որևէ գնահատական է հնչեցնում, փոքր-ինչ սուր, հա, դա միանգամից քրեական գործի հիմք են դարձնում։ Դրա վկան Նարեկ Սամսոնյանի Վազգենի դեմ տեղի ունեցողն է, հա, մեկ բարի համար։ Եվ այսպես շարունակ, գիտեք, վախի մթնոլորտ են ստեղծել։ Մարդիկ չեն կարողանում նաև համարձակորեն Facebook-յան տիրույթում գրառումներ կատարել։ Բայց ասենք Հակոբյան Աննան իրեն թույլ է տալիս իր կիսամերկ շրջազգեստը հագած, որ այցելել էր կաթողիկոսին, դա տեղադրել եւ քամահրանքով գնել, որ այդպիսի անգամ չեմ ուզում կրկնել։ Հա, պետք է ուղղակի երբեմն մտածում ենք անցնել այդ ամեն ինչի վրայով, անտեսել, բայց կարծում եմ, որ պետք է հստակ գնահատական տալ։ Այսինքն մեր բերանը փակում են, նաև իդեպ լրատվամիջոցներից օրենք են մշակում, որ լրագրողները, լրատվամիջոցները իրավունք չունեն
Այս կամ այն բանը քաղաքական հասուր դիրքորոշում արտահայտել գնահատականներ տալ եւ այլն, բայց իրենք ունեն այդ իրավունքը մինչեւ վերջ վիրավորելու մեր սրբությունները, ինչ է նշանակում գանձերը Հայաստանից հանել։ Այսինքն դու ինչի մեջ ես մեղադրում կաթողիկոսին։ Հիմա ես կարող եմ, չէ՞, նույն ձևով ասել, իսկ դու ինչ ես անում իմ հայկական ինքնության, իմ հարստության հետ։ Արդյոք նույն կերպ չես թալանում իմ երկիրը, արդյոք չես մեր ինքնությունը ոչնչացնում, ոտնահարում։ Հիմա եթե ձևակերպումը տանք, այսինքն ինչ է ուզում ասել, գողություն է արվում։ Հիմա ես ուզում ասել գողը ով է։ Գողը վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը չէ, որ գողանում է մեր ինքնությունը, մեր արժեքները, ոտնահարում է ամեն ինչ։ Թե այսպես վախեցնելով չեն ուզում, որ մենք որևէ ձևակերպում տալ։ Ուզում եմ այդ ճեղքենք այս վտանգավոր այս մտայնությունը, որ մենք չպիտի ասենք ինչ որ բան։ Իսկ իրենց մերկ շրջազգեստներով կարող են վարկաբեկիչ գրառումներ տարածել։ Սրա դեմը ոնց են կառնելու, պարոն Սավգուլյան։ Կներեք, հայ ես այնպես վրդովված եմ, որտեղ եթերից առաջ եմ նկատել այդ գրառումը, տիկնոջ գրառումը։ Ձեր հարցադրումը բազմաշերտ է, ես մի քանի կողմից մոտեկանամ դրան։ Նայեք, չնայած Հայաստանի Հանրապետության սահմանադրության պետության գլուխը նախագահն է, բայց այդ դերն իրեն վերապահել է Նիկոլ Փաշինյան։ Լավ, դիցուք ինքը իրեն այդ դերը վերապահել է եւ իրեն համարում է երկրի ղեկավար եւ ավելին։ Նաեւ Վահագն Խաչատուրյանը Դավոսի այդ տնտեսական համաժողովում Ալիևին շնորհակալություն հայտնելու ժամանակ ասում է Փաշինյանի մասին մեր երկրի ղեկավարը ձեզ հետ նպաստել է խաղաղությանը եւ այլն եւ այլն։ Այսինքն ինչի է մեզ մեջ բերում անում, որ նույնիսկ հանրապետության նախագահ, որի հիմնական գործառույթը սահմանադրության պաշտպանությունն է եւ ըստ սահմանադրության ինքը պետության գլուխն է, նա իր տեղը զիջել է վարչապետին գործում։ Լավ, դիցուք վարչապետը այս երկրի ղեկավարն։ Եթե ինքը երկրի ղեկավարն է, ինքը իրեն պետք է պահի երկրի ղեկավարի կարգավիճակին համահունչ։ Եթե ինքը իր ընտանիքին դարձնում է հանրային կերպար եւ իր ընտանիքի անդամները հաճախ համացանցում ԶԼՄ-ներով ելույթներ են ունենում, հայտարարություններ են անում, նրանք էլ պետք է իրենց պահեն պատշաճ։ Դուք գիտեք, որ վերջերս քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ընդունեց էթիկայի կանոնագիր։ Թող բարի լինեն, առաջնորդվեն էթիկայի կանոնագրքով, աստվածաշնչով չեն առաջնորդվում, սահմանադրությամբ չեն առաջնորդվում, օրենքով չեն առաջնորդվում, գոնե իրենց էթիկայի կանոնագրքով առաջնորդվեն։ Եվ առաջի երթին, երբ մարդկանց փորձում են կրթել, կյանք սովորեցնել, դիտողություններ անել, այս ամեն ինչ առաջ իրենք մի հատ պետք է հստակ արժևորեն։ Ընտանիքը մեր ազգային հասարակության կարևորագույն բջիջն է, հատկապես նահապետական ընտանիք։ Եթե դու ոչ մենակ անհատական ես հանդես գալիս, այլ հավաքական առումով ներկայանում ես որպես ընտանիք, դու պետք է համապատասխանես որպես ընտանիք մեր ազգային պատկերացումներին։ Հետևաբար, իհարկե ողջունելի չի, թե վարչապետի, թե տիկնոջ կողմից նման դիտարկումները, բնականաբար հակաեկեղեցիական արշավը։ Գիտեք ինչ, ես խորքային առումով համոզված եմ, որ այնպես չի, որ դա իրանց մեծ հաճույք է պարգևում, որ իրենք հակաեկեղեցիական տրենդի մեջ են, այսպես ասած, որ վարչապետը նաև փորձում է հանդես գալ կրոնապետի դեմքով, հռչակագիր է ստորագրում տիրադարձ հոգևորականների հետ, ճանապարհային քարտեզ է հռչակում, կրոնական ռեֆորմներ է անում եւ ավելին։ Երբ որ դուք որևէ մեկին կամ անհատին մեղադրում եք ինչ-որ մի բանում, մի հատ հետադարձ հայացքով նայեք ձեզ։ Կաթողիկոսներ 3 միլիարդ դրամի պարգևավճար բաժանել պետական բյուջեից իր ենթականների, նախարարների, հա? Կաթողիկոսն է այդ գործողությունը արել։ Հայաստանի Հանրապետությունում 650-ից 700 հազար մարդ պաշտոնական եւ մասնավոր գնահատականներով փորձագետների աղքատ է։ Այս պայմաններում դուք ձեր ենթականների պարգևավճարներ եք շնորհում աստղաբաշխական, ավելին
Այդ ենթականերն է լեկտիաբար հայտարարում են, որ իրենք արժանի են այդ պարգևավճարների, որտեղ իրենք շատ լավ են աշխատում այս ժողովրդի համար։ Վարչապետներ միևնույն ժամանակ ավելի է խտացնում գույները, հա, եթերում հարցազրույցի ժամանակ ասում է, վայ ես որ բանը պարգևավճար չստանամ կամ լավ աշխատավարձ չստանամ, ինչով պետք է կոստյում առնեմ։ Այստեղ են ասում, կոստյումն է, որ քեզ պետք է զարդարի։ Բնականաբար, այս պայմաններում, երբ որ դու պետական գանձարանից 8 տարվա մեջ 1 միլիարդ 200 միլիոն դոլարի պարգևավճար ես տվել, հիշեք, մեր պետական պարտքը 8 միլիարդ դոլարով աճել է իր օրոք։ Ինքը այս 8 տարում 1 միլիարդ 200 միլիոն դոլար պարգևավճար է տվել իր ենթականներին։ Եվ այդ հաշվարկով 1/8-ով մեր պետական պարտքը ինքը մեծացրել է։ Ու այդ մարդը խոսում է այն մասին, որ կաթողիկոսը գանձերը կարող է հափշտակել կամ եկեղեցու գանձանը թալանել։ Ինքը 8 տարի է իշխանության, 1 միլիարդ 200 միլիոն դոլարով մենակ փաստացի պարգևավճարներով դատարկել է պետական գանձանը։ Ես չեմ ասում մնացած են ռեֆորմները, իրանց ծրագրերը, անիվը, որը այդտեղ նույնպես 11 միլիոնավոր դոլարների մսխումը, դա չեմ ասում։ Ակնհայտ այն փաստը, որը կա, հա, դա այլերը քննություն է ընթանում։ Դու 8 տարի է իշխանության ես, իսկ կաթողիկոսը 27 տարի է գահակալում։ Եթե իրականում կաթողիկոսը արդար չէ, այս ձեր բանը ներկայացրածով գող է, 27 տարվա ընթացքում այդ ամբողջ Էջմիածնի գանձարանը կդատարկեր։ Ինչ է սպասում։ Եթե դու կաթողիկոսին մեղադրում ես, որ կաթողիկոսը գող է, հափշտակիչ է, բայց չէր անում 27 տարի։ 27 տարվա ընթացքում այդ ամբողջ process-ը ինքը կկազմակերպեր։ Կաթողիկոսության գան էլ դուրս կտաներ, գանձերն էլ կվաճառեր, ամեն ինչ կարող էր անել։ Ի վերջո բարոյականությունը պետք է ունենա սահման։ Բազմիցս նշել եմ, նույնիսկ կարմիր գծերը իրենց ներսում ունեն ներքին դաշտեր, որոնք հատման ենթակա չեն։ Եվ կաթողիկոսի նկատմամբ քրեական գործի հարուցումը վերաբերվում է հենց դրան։ Դա բարոյական տրամաբանությունից անդին է։ Այդ ամեն ինչը, եթե իրականում նրանք շահագրգռված էին կրոնական ռեֆորմների հարցով, որը իմիջիայլոց ասեմ, այնպես չէ, որ այսօր այս ժողովրդի թիվ 1 խնդիրն է։ Թիվ 1 խնդիրը այսօր սոցիալական ներքին անվտանգությունն է, կայունությունն է, սոցիալական արդարությունն է եւ ամենակարևորագույն կոմպոնենտը ներքին խաղաղությունը եւ հանրային համերաշխությունը։ Իրենք իրենց վարքագծով տանում են երկիրը քաղաքացիական պատերազմի։ Անսաբգուլյանից գուցե այս իշխանության նպատակն էլ հենց դա է, ներքաղաքական բախումներ հրահրելը, մասնավորաբար ընտրությունների նախաշեմին, հա, սրում են լարվածությունը, օրինակ այսպիսի մի կարծիք արտահայտվեց, որ ինքը գիտի, որ իր վարկանիշը շատ ցածր է, նպատակ ունի հենց այդպես լարվածություն ստեղծել եւ գուցե նաեւ չեղարկել ընտրությունները։ Ինչ կասեք, հնարավոր է նման զարգացում, խնդրեմ։ Գիտեք, նրանք արդեն ընտրական օրենսգրքի մի քանի փոփոխություններով արդեն նախադրյալները դրել են ընտրությունների չեղարկման։ Մոտ 1 տարի առաջ էր, կարծեմ նախաձեռնեցին եւ ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարեցին, որի համաձայն նույնիսկ եթե ընտրությունները տեղի են ունեցել, ապա պատերազմական իրավիճակով պայմանավորված երկրում կարող է հայտարարվել արտակարգ դրություն կամ պատերազմական դրություն եւ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարվում։ Իրանք գրեթե բոլոր սցենարներին նախապատրաստվել են։ Դիցուք վերջի ժամանակաշրջանում հապշտապ մեկ օրվա մեջ 2 ընթերցմամբ նրանք նաեւ փոփոխություն կատարեցին եւ խստացրեցին դիտորդական առաքելությունների մասնակցությունը գալիք համապետական ընտրություններին։ Եթե նախկինում կար 3 սահմանափակում, այսպես պայմանական ասած, շատ չծավալվելով դրա մեջ, նրանք 8 լրացուցիչ սահմանափակում ավելացրել են։ Եվ ամենազավեշտալի կետն այն է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիտորդական առաքելությանը կարող է գործունեությունը կասեցնել, եթե հայտնաբերի, որ նախկինում նրա գործիչներից որևէ մեկը, որևէ կուսակցության օգտին քարոզչություն կամ հակաքարոզչություն է իրականացնել։
Նախկինում նման կետ կար, բայց ժամանակ էր հստակ ֆիքսված էր հենց այդ բուն նախընտրական շրջանը։ Այս մի կետում ժամանակ ֆիքսված չէ։ Այսինքն այս տրամաբանությամբ, եթե պարզվի որևէ դիտորդական կազմակերպության անհատ հանրային դեմ գործիչ այս ժամանակահատվածում որևէ մեկի, չգիտեմ, անհասկալի է ժամանակահատվածը, կատարություն կամ հակակարողություն տվյալ կազմակերպությանը կարող են, այսպես ասած, կասեցնել գործունեությունը գալիք համապետական ընտրությունները։ Եվ բացից շատ է զրուցվում նաև մոլդովական սցենարի տարբերակի մասին, որը նույնպես նրանք, այսպես ասած, նախապատրաստել են այն իմաստով, որ կարող է տվյալ քաղաքական կազմակերպության նկատմամբ վարության քրեական հարույթ հայտնաբերեն, չգիտեմ, փողերի լվացում, ապօրինի ֆինանսավորում եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն իրենք բոլոր նախապատրաստական քայլերը կատարել են, որպեսզի ջախջախիչ պարտության դեպքում փորձեն իշխանությունը պահպանել ամեն գնով։ Պաստորե պարոն Սարգսյան, նաև կարծես միտումնավոր են փորձում այս մեր ժողովրդին, մեր քրիստոնյա ժողովրդի զգացմունքների վրա խաղալ։ Օրինակ Փաշինյանի այդ հայտարարությունը, երբ նա ասեց ծայրահեղ իսլամիզմի հետ համեմատեց մեր եկեղեցին, կամ ռադիկալ կառույց է մեր եկեղեցին, հա, հայ եկեղեցին ասում է ռադիկալ կառույց է։ Եվ փաստորեն, երբ որ մենք լսում ենք նաև ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած խոսույթը, մեկը մեկով համընկնում է եւ նրանց մոլլայի խոսակցությանը մեր եկեղեցու մասին եւ Ալիևի եւ ընդհանրապես ադրբեջանական տարբեր պաշտոնյաների ձևակերպումները նույնությամբ նա կրկնում է մեր եկեղեցու հետ կապված։ Հիմա եթե ես ձեզ տամ այսպես մի ընդհանուր հարց, ձեր կարծիքով, սա գուցե նաեւ կրոնական փոփոխության նպատակ ունի այս մարդը, եթե մնա 2026-ի հանկարծ վերընտրվի, ինչ կարծիքի եք։ Դա հնարավոր է, որ Հայաստանում շատ դանդաղ այսպես կրոնափոխություն իրականացնի։ Դե կատարելով, ասենք, Էրդողանի, Ալիևի սրտի ցանկությունները, չէ՞ որ նա մեկը մյուսի հետևից կատարում է նրանց բոլոր պահանջները։ Ինչ է եղել, որ այդ պահանջն է կանի։ Եթե նա անցավ հատեց այդ կարմիր գիծը եւ եկեղեցուն վիրավորում է ամենավերջին խոսքերով մեր կաթողիկոսի հասեին արել է եւ շարունակում է անել, մի քայլ է մնացել նաև այդ հարթության մեջ, ինչ կասեք։ Գիտեք, չթերագնահատելով նաև իսլամը, յուրաքանչյուր կրոն աշխարհի քաղաքակրթությունների մեջ ունի իր տեղն ու դերը։ Ընդհանրապես պետք չի հակադրել, հա, իսլամը մի կողմ դնենք ծայրահեղ իսլամը։ Իսլամը քրիստոնեության հետ, քրիստոնեությունը, չգիտեմ, հուդայիզմի հետ, հուդայիզմը սինտոյականության կամ բուդդայականության հետ պետք չի համադրել։ Աշխարհում հակադրում, բայց ես ասում եմ, որ այս մարդու նպատակը վարկաբեկում է մեր քրիստոնեական արժեքները ծայրահեղ իսլամի ռադիկալ եկեղեցի, չգիտեմ, ուժեր համարելով։ Շարունակեք, խնդրեմ։ Պատրաստ է նույնիսկ սրբազան պատերազմ հրահարել աշխարհում, միայն իր առջև դրված տնային առաջադրանքները կատարի գերազանցիկի սինդրոմով։ Ինչ է նշանակում նույն եկեղեցին առաքելական համեմատել ծայրահեղ իսլամիզմի հետ։ Այն կտրվածքով փաստորեն, որ մեր եկեղեցին պահպանում է ազգային ավանդույթները, դրա համար ինքը ծայրահեղ է։ Այո, եթե նայում ես ապազգային, հակապետական, հակաքաղաքական, հակաեկեղեցիական դիտանկյունից, այո, եկեղեցին կարող է թվալ ծայրահեղ։ Բայց եթե ինքը շատ դիտանկյուններից ես նայում, իսկ եթե դու ազգային մարդ ես, եկեղեցին ընդհանրապես ծայրահեղ չի։ Հակառակը շատ դեպքերում նույն եկեղեցիականներին հավատավոր հանրությունը չակերտել ասեմ, մեղադրում է ինչ-ինչ օրինակ կրոնական ծիսակարգերը ամբողջությամբ չկատարելու մեջ։ Օրինակ, հակառակը, եթե վերցնես եկեղեցին տեղ ուներ ավելի ոչ թե ծայրահեղ, այլ ավելի խիստ կրոնական հարցերին վերաբերելու գործում, բայց նաև եկեղեցին զգում է մեր հասարակությանը, եկեղեցին զգում է նաև աշխարհում ընթացող գործընթացները։ Օրինակ դուք երևի նկատի ունեք խիստ վերաբերմունքը որոշ եկեղեցականների նկատմամբ, որոնց արժեր այս օրերին
այդ տիրադավերին կարգալույծ անել։ Օրինակ ժողովուրդը դա է պահանջում կաթողիկոսից, բայց կաթողիկոսը շատ ծանրակշիռ, զգուշավոր քայլերով առաջ է գնում, ինչը բնորոշ է եղել մեր բոլոր կաթողիկոսներին եւ այսօրվա մեր կաթողիկոսը եւս այդպիսին է։ Հա, օրինակ Կճոյան կա, որին կարելի է շատ ավելի վաղուց կարգալույծ արված լիներ, որ այսօր նա չդառնար այս հակաեկեղեցական, հակակաթողիկոսական արշավի առաջնորդողներից մեկը Փաշինյանի կողքին, չէ՞։ Գիտեք ինչ, վեհապարը ավելի լավ է տիրապետում Այո, իրավիճակին։ հասկանալի։ Ես որպես քաղաքացի նույնպես ակնկալում եմ, որ ինքը պետք է ավելի կտրուկ արձագանքեր, նամանավանդ այն չարագուշակ փաստաթղթի ստորագրումից հետո, որը տեղի ունեցավ կառավարական ամառանոցում Նիկոլ Փաշինյանի եւ այդ 8 թե 2-ը ներկա չեն 10 այսպես ասած իրադարձների միջև, որովհետեւ այդ փաստաթղթի ստորագրումից հետո ինքնաբերաբար այդ եպիսկոպոսները դարձան կարգալույծ, որովհետեւ իրենք ստորագրում են մի ճանապարհային քարտեզի մի փաստաթղթի տակ, որը ուղղված է հայ առաքելական եկեղեցու դեմ։ Եվ այս կտրվածքով օրինակի համար իմ համար աբսուրդի ժանրից չլինի, որ կաթողիկոսը բոլորին էլ հայտարարել կարգալույծ։ Նույնիսկ կոչ էր հնչում, հիշում եք, որ նզովեք։ Բայց Նզովքի կոչ էր ժողովրդի կողմից Այս հնչում։ կաթողիկոսը մնում է իր դիրքում, հա։ Կաթողիկոսը չի կարող դատողություններ անել շարքային քաղաքացիների կամ հոտի մնացած անդամների նման, եւ ինքը ավելի լավ է պատկերացնում այն իրավիճակը, այն ներքին խոհանոցը, որտեղ ինքը անմիջականորեն գտնվում է։ Եվ վտանգն է պատկերացնում, արտաքին վտանգը։ Հեշտ է դատելը, բայց մի մոռացեք, որ ամեն դեպքում այդ նույն եպիսկոպոսները որոշակի ազդեցություն ունեն նույն առաքելական եկեղեցում քահանաների վրա, որտեղ այդ մարդիկ տասնամյակներ շարունակ գործել են, աշխատել են այդ միջավայրում։ Հետևաբար բժշկական միջամտությամբ այդ քաղաքականությամբ կաթողիկոսը չի առաջնորդվում։ Բայց պարոն Աբգոլյան, մյուս կողմից է տեսեք ինչ է կատարվում։ Երիտասարդաց թևերը ամբողջությամբ արարատյան, հա, թեմին մեջ մտնող Կճոյանը ամբողջությամբ վերացրեց։ Իսկ դա շատ լուրջ դեր էր կատարում մեր երիտասարդների հոգեվոր դաստիարակության հարցում, եւ մենք լռում ենք։ Կամ գնդերեցներին ամբողջ այդ հոգեվոր առաքելությունը բանակից հանեցին։ Մենք այդ օրերին լսեցինք գնդերեցներից մեկի սարկավակներից մեկի խոսքը, նա բացահայտ ասում էր, որ ինչպես է անում նախարարը, այո, ինչպես են իրենց համոզել, որ անցնեն այդ բարենորոգման կոչված Նիկոլ Փաշինյանի կողքը կանգնեն, եւ իրենք բոլորը հրաժարվել են, անգամ նրանց խոստացել են գումարի բարձրացում, հրաժարվել են։ Այսինքն գործընթացներ են լինում, որոնց հետ կապված հիմա մենք ավելի կտրուկ քայլերի, գուցե այդ քայլերը մենք պիտի տեսնենք հասարակական քաղաքական ակտիվ դաշտում, հանրային դաշտում, ժողովրդի կողմից, ոչ թե ավելի շատ պահանջենք, ասենք կաթողիկոսն իր գործն անում է, ծանրակշիռ, հանդարտ, բայց մենք տեսնում ենք անհրաժեշտ հակազդեցությունը մեր ժողովրդի։ Այս մարդը, ես չգիտեմ, ես ուզում եմ հասկանալ, ասենք օրինակ Հռոմի Պապին, եթե քրեական այսպես հա գործ հարուցվեր իր դեմ, ինչպես կընդուներ կաթոլիկ աշխարհը, բայց հայկական աշխարհը լռում է։ Փոքր այսպես, հա հարցազրույցներ, փոքր ընդվզում Facebook-յան տիրույթում։ Հռոմի Պապի կարգավիճակը մի քիչ ուրիշ է, համենայն դեպս Վատիկանը ինքը կրոնապետություն է եւ դասական իմաստով պետություն չի, բայց համենայն դեպս ինքն էլ ոնց որ ՄԱԿ-ի անդամ է, ոչ լիարժեք անդամ է։ Եվ այս պարագայում իր դեմ քրեական գործի հարուցումը չեմ պատկերացնում ինչպես պետք է լինի։ Բայց հասկացա, որ համեմատությունը բնականաբար թևավոր էր։ Գիտեք ինչ, իրավացի եք, որ մեր հասարակության արձագանքը բավականին պասիվ է։ Եվ հասարակության մեծամասնությունը ավելի շատ գրավել է դիտորդի դերը։ Դրան նաև նպաստում է այս իշխանությունների այդ կեղծ խաղաղության քաղաքականությունը, փուչիկը,
անվտանգության բարձիկ է, այսպես ասած, որոնք փափուկ դրել են ժողովրդի գլխի տակ, որ այս ամբողջը արվում է միայն հանուն տարածաշրջանում խաղաղության ապահովման։ Այո, եթե պետք է եկեղեցուն զրկել իր ամենաշնորհային կարգավիճակից, պետք է զրկել։ Եթե հողատարածքներ պետք է տալ, պետք է տալ։ Եթե պետք է օրինակի համար Թրամփի ուղի անցնի Սյունիքով եւ մենք պետք է, այսպես ասած, մեր սուվերեն տարածքի նկատմամբ վերահսկողության փաթեթը զիջենք երրորդ կողմի ամերիկացիների կամ նրանց հետև կանգնած թուրքերին, այո, պետք է։ Սա պարտվողական քաղաքականություն է եւ զուգահեռաբար իրենք տարբեր մեթոդներով քարոզչական հանրային գիտակցության ուղղությամբ աշխատում են։ Այո, այո։ Այս պարագայում նայեք, միակ փոփոխությունը, որը արդեն մոտ է, գալիք համապետական ընտրություններին, այս իշխանություններին ոչ ասելն։ Ցանկացած քայլ, օրինական, հա, վերլուծաբաններ կամ, չգիտեմ, քաղաքական գործիչներ, որոնք էմոցիոնալ հայտարարություններ են անում, պետք է միանգամից դծվի ժողովուրդը, փողոց հասկանում եք, ժողովուրդը բանը, դա կոճակ չի ազգային ժողովուրդ, սեղմես ու որոշում ընդունես։ Ամեն process ունի որոշակի նախապայմաններ։ Ժողովուրդը այս տարիների ընթացքում երրորդ հանրապետության բազմիցս դուրս եկել փողոց եւ մեծամասամբ հիասթափված գնացել է տուն։ Բոլորը հիմնականում թերագնահատում են, փնովում են, քննադատում են, մեծ շերտին նաև են մի փոքր շերտ կա Նիկոլի այդ հետևորդներին, այդ զոմբի հասկացություն տարածում են նաև հայ ժողովրդի վրա։ Ժողովուրդը ցանկացած process, անգամ հեղափոխական process-ը նախապայման ունի։ Եթե նման իրավիճակ չլիներ, Նիկոլ Փաշինյանը չէր հայտարարի ազգային ժողով, ինչ ա եղել, որ դուք էլ վերկացեք հեղափոխություն արեք։ Սա ինչի որ ոչ adekvat արտահայտություն, այլ ինքը գիտի, որ այդ պատմական իրավիճակը սրված հիմա չի։ Մենք դա անցալում ենք, որ դա հիմա պետքա լինի, որ ժողովուրդը պետքա դուրս գար փողոց, ժողովուրդը պետք է սրանց դուրս շպրտեր կառավարական շենքերից, որ ժողովուրդը պիտի կանգներ ի պաշտպանություն էջմիած, մենք դա պատկերացնում ենք, բայց այս գաղափարը մասսայականություն չի վայելում, որովհետև մարդիկ 8 տարի առաջ փողոցներում տոնում էին թավշյա ոչ բռնի հեղափոխություն, եկան սրանք։ Հիմա ժողովուրդը մտածում է, լավ, որ հաջորդ քաղաքական ուժին իր վստահության քվեն տա, որ ինքը չխաբվի։ Ժողովուրդը չի սիրում խաբվել։ Եվ ժողովուրդը չի սիրում, որ իրեն հիմարի տեղ են դնում։ Եվ դրա համար այսօր գիտեք ինչ, եկեղեցու եւ կառավարության այս իշխանությունների պայքարը վերածվել է էլիտաների միջև պայքարի։ Դա չի մասսայականում, չի զանգվածային դառնում։ Եվ իհարկե դա նաև շարժում է իշխանությունների զայրույթ ու ցասումը, որ օրինակի համար բացահայտեցին, որ Արշակ Սրբազանը, չգիտեմ, ինչ որ կնոջ հետ հարաբերություն է ունեցել, ի դեպ վերջերս էլ պարզվեց միջազգային փորձաքննության բացահայտվել է։ Այո։ Այո, ուրախ զավակ ունի եւ ինքը վարչապետը արտահայտում է դրա, խոսում է դրա մասին, ասում է, ոնց կարող է այդ հանգամանքը չազդի ժողովրդական հուզումների վրա։ Այսինքն նախնական ծրագրի համաձայն նման հիբրիդային պատերազմի բնորոշ նյութերի հրապարակումը պետք է ժողովրդական մեծ ցածման ալիք առաջացներ, ոնց որ իրանք էին ներկայացնում, ժողովուրդը գնար եւ վեհապարին ճանապարհեր տուն։ Բայց իրենք հասկացան, որ այս քաղաքականությունը կիսող չկա եւ միևնույն ժամանակ պետք է օբյեկտիվ լինենք։ Ոչ էլ այն կրիտիկական մասսան կար, որը գնաց եկեղեցու կողքին կանգնեց։ Եվ ընդունենք նաեւ, որ ստեղ նաեւ եկեղեցու բաց թողումը կա, օբյեկտիվ լինենք, Արմինե ջան։ Ինչն է բաց թողումը։ Ժամանակահատվածում պետական իշխանությունը թույլ է տվել մեր հասարակության մեջ բազմաթիվ կրոնական աղանդներ են թափանցել։ Եկեղեցին առաջնորդվելով իր մարդասիրական քրիստոնեական գաղափարներով ժամանակին պայքար չի մղել այս արատավոր երևույթների դեմ։ Իշխանություններն էլ գնացել են այդ եվրոպական ժողովրդավարացման ուղիով, ինչ հռչակագիր կա, ստորագրել են դրա տակ։ Շատ պետություններ ստորագրում են, չեն հետևում, հա։ Դու գնացեք Ֆրանսիա, տեսեք կաթոլիկ եկեղեցին ինչ դիրքերում է։ Ով թույլ կտա այնտեղ կրոնական աղանդները գլուխ բարձրացնել։ Ոչ մեկ, բայց իրանք էլ են նույն հռչակագրերը
նույն չգիտեմ մարդու իրավունքների հետ կապված ինչ փաստաթուղթ ասես Ստամբուլյան այդ հռչակագիրը, այո, բանաձևը չէ ընդունեց։ բայց իրենք Նաև Արմենի ջան իրենք ազգային պետության դիմագիծը պահում են անկախ ամեն ինչից անկախ այդ փախստականների միլիոնավոր հոսքից նրանք հստակ գիտեն թե իրենք ուր են գնում եւ իդեպ մեր ճշնամիներն էլ իդեմս Ադրբեջանի եւ Թուրքիայի հստակ գիտեն իրենք ինչ են ուզում իրենք ուզում են որպեսզի Հայաստանի մենք լցրեցինք, շատ ճիշտ եք, պարոն Սաբուլյան, մենք լցրեցինք մեր երկիրը աղանդավորներով, դրանով թուլացրեցինք նաև հավատի հարցում, հա, մեր այդ զգոնությունը։ Հիմա Փաշինյանի, այսպես ասած, հետևորդների շարքում եւ այդ աղանդավորներն են, եւ ԼԳԲՏ այդ համայնք կոչվածն է, հա, ներողություն եմ խնդրում Արմենի ինչ գործ ունի կյանքի խոսք կրոնական կազմակերպության ղեկավարը Նիկոլ Փաշինյանի հետ գնում է մասնակցում է պատարագի ինչ գործ ունի կյանքի խոսքը ինքը առանձին բան է ուղղություն է իր համար կրոնական այստեղ գրանցված է գործում են ունի իր հետևորդներ ինչ գործ ունի Արաքելական եկեղեցու ներկայացուցիչը գնում է կյանքի խոսքի հավաքներին մասնակցում իրանց չգիտեմ տանը պայմանական իրանց եկեղեցում ոչ Եթե դու կրոնական ռեֆորմներ ես նախաձեռնում, գտնում ես, որ մեր եկեղեցին շատ կարևոր է եւ փաստորեն եկեղեցին իր դիրքերը զիջել է բարոյական անկման մեջ, ինչ գործ ունես։ Հրավիրում ես այլ կրոնական կազմակերպություններ ներկայացուցիչ, մեկներ կա այդպես փետրավոր սիրամարգի գույներով շորերը հագնում, էլի իրան հրճակել է, չգիտեմ, համատիեզերական գործիչ, կրոնավոր, էդ էլ է դրանց հետ ամենտեղ քայլում, անուններ չեմ հիշում։ Ինչ գործ ունեն այդ մարդիկ։ Ովքեր են այդ մարդիկ։ Դե բոլոր կարգալույծ արվածները նաև արևմտյան թեմերից գալիս են այստեղ մասնակցելու Նիկոլ Փաշինյանի այդ բոլոր ներկայացումներին, ապատարականությունը կրող իրականում ոչ մի պատարակի մասին խոսք չկա այստեղ։ Ես կուզեմ մեկ հարցի եւս անդրադառնանք, որտեղ դուք շատ կարևոր բան ասացիք, ժողովրդին խաբում է աննադրել է խաղաղություն ու այդ խաղաղության անվան տակ ամեն ինչ անում է, զիջում ենք, Արցախը զիջեց, ասեց, որպեսզի Հայաստանը ամուր լինի, զիջեց ասում էր հապկը մեզ վատ աչքով են նայում որ մենք հապկի անդամ ենք որպեսզի զենք ստանանք հիշում եք այդ խոսակցությունները ասում պիտի հապկի անդամակցությունը թուլացնենք հիմա դա էլ արեցին այսինքն ինքը իր բոլոր նպատակներին ծրագրերին հասնելու համար հազար ու մի պատրվակներ է գտնում հիմա եկեղեցուն է հարվածում եւ անունը դրել է թե այս կռիվը ոչ թե հայ եկեղեցու դեմ է հակառակ ասում է ես հետևորդն եմ հայ եկեղեցու սա ուղղակի այդ անձի դեմ է եւ դաժանորեն սկսել է հենց այդ վարկաբեկման process-ը վեհապարի բայց դա ուղղակիորեն եկեղեցու վարկաբեկումն է հիմա ես ուզում եմ դուք հետեւյալը ասեք հա սա անձի կռիվ է թե եկեղեցու դեմ կռիվ է եթե անձի դեմ է կռիվ ինչու ժամանակին մեկ տարի առաջ հանեցին կրթական համակարգից հայ եկեղեցու պատմությունը, չէ՞, կամ ինչու են գնդերեսներին հեռացնում բանակից, եթե սա անձի դեմ է կռիվը, եւ ինչու են բանակի այդ մեր զինվորների ինչ որ բազգեստի վրա խաչ է եղել, դա էլ են հեռացնում։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, սա համակարգված հակաքրիստոնեական, հակաեկեղեցական արշավ չէ, անունը դրել է իբր թե կաթողիկոսի դեմ է կռիվ տալիս։ Իրականում մենք բոլորովին այլ իրավիճակի ականատեսն ենք։ Արմենե ջան, ընդունեցի, սա կոնկրետ համակարգված հավաքականությունը հասել քրիստոնեական հստակեցնեն հայ առաքելական եկեղեցու դեմ։ Օրինակ Հռոմի կաթոլիկ եկեղեցու դեմ սա ուղղված չի։ Սա կոնկրետ ուղղված է Այ եկեղեցու դեմ։ Հայ առաքելական եկեղեցու դեմ։ Իսկ ինչ վերաբերվում է ռեֆորմներին եւ ընդհանրապես եկեղեցու գույքին, իրենց падգամավորը ազգային ժողովում հայտարարեց, որ եկեղեցիական գույքը կարելի է օտարել ծայրահեղ դեպքում։ Մի հատ sense նման արտահայտություն դրեց շրջանառության մեջ։ Ինչ է նշանակում եկեղեցիական գույքը կարելի է օտարել։ Ամբողջ օրը թմկահարում են, որ ծախեցին, տարան, գանձերը ոչնչացրեցին, իրանք հայտարարում են ազգային ժողովում, որ ծայրահեղ դեպքում կարելի է։ Այսինքն իրանք ինչ են ուզում անեն, Արմենի ջան, իրենք ուզում են եկեղեցիական գույքը պետականացնեն եւ ոնց որ պետական գույքն են կարողանում աճուրդով վաճառել, նույն տրամաբանությամբ օրինակ X եկեղեցիական կառույցը, որը մշակութային հուշարձան է, իրանք դնել վաճառ։ Այո։ Եվ եկեղեցու
ղեկավարներ, ինչ եմ ասում ղեկավար, այլևս իրանց, եթե իրենք մնան իշխանության ու հասնեն այդ ռեֆորմների, դա չի լինելու կաթողիկոս, այլ ղեկավար կամ տնօրեն, ենթարկվի անմիջականորեն նոր այդ թավշյա կրոնապետ։ Իսկ ինչ վերաբերվում է ու առիթից օգտվելով նաև բանը, երևի եզրափակ ենք խաղաղության։ Այո։ Արմինե ջան, խաղաղության կամ պատերազմի օրակարգը կախված չէ գործող իշխանություններից։ Ներկա դրությամբ, ներկա պատմաքաղաքական հանգրվանում, ինչու՞։ Որովհետև աշխարհում ընթանում է երկիր մոլորակի վերաբաժանման հերթական գործընթացը, ոչ թե երրորդ համաշխարհային պատերազմի, այլ հիբրիդային պատերազմի տիրույթում։ Եվ այս պարագայում, երբ որ գերտերությունները զբաղված են աշխարհը վերաբաժանելով, հա, բանը Ամերիկայի նախագահը հայտ է ներկայացնում Գրենլանդիայի, Կանադայի, Մեքսիկայի եւ այլ տարածքների նկատմամբ, Պանամայի ջրանցքի, ծովածոց է փոխում, անվանափոխում եւ այլն եւ այլն։ Դու այս պարագայում հայտարարում ես, որ դու խաղաղություն ես բերում։ Որտեղից ես այդ խաղաղությունը բերում։ Աշխարհում ընթանում է վերաբաժանման գործընթաց։ Բայց քեզից կախված է մի բան, դու կարող ես երկրի ներսում պահպանել ներքին կայունություն, հանրային համերաշխություն եւ խաղաղություն, բայց դա էլ չի ուզում, որտեղ իրան հրահանգել են, որպեսզի երկրում ստեղծի քաոսային իրավիճակ, եւ այդ քաոսային իրավիճակի շղարշի ներքո հարվածի եկեղեցուն, պատմությանը եւ մեր ազգային արժեքները։ Եվ փաստորեն նաև մեզ շեղում է, այ դուք շատ կարևոր բան ասացիք, աշխարհքաղաքական այդ իրողությունները, որպեսզի հայ մարդը չտեսնի, թե իր երկրի հետ ինչ է կատարվում, արտաքին այդ հարվածները, մարտահրավերները, հա, լրջագույն իրավիճակ է մեր երկրի հետ կապված, որպեսզի դա չտեսնի, հազար ու մի բաներ են մոգոնվում, շատերը գտնում են, որ եկեղեցու դեմ այս հարվածը ոչ միայն մեր ինքնության, հա, մեր արժեհամակարգի, մեր հոգևոր կարևոր հենասյան հարվածն է, այլ նաև շեղելու ժողովրդի ուշադրությունը շեղելու նպատակ է հետապնդում։ Եվ շնորհակալ եմ այս վերլուծության համար, պարոն Սարգսյան, մենք չխոսեցինք եպիսկոպոսատ ժողովի հետ կապված, փաստորեն նրա մեծ վախը այն էր, որ տեղի չունենա ժողովը, կարողանա ձախողել, բայց կարծես թե այդպես չէ։ Դիտարկում ուղղակի մեր եպիսկոպոսներից, նաև հոգևոր հայրերից ասուլիս տվեց, խոսեցին ավելի շատ եթերով եւ հայտարարեցին, որ ժողովը ունի իր պատմական ավանդույթները եկեղեցիական եւ այո, եթե անգամ հայրապետը չմասնակցի, իրենք կարող են այդ ժողովը գումարել եւ բերեցին մի շարք պատմական օրինակներ, երբ որ աշխարհում պատերազմներ ա եղել կամ ֆորս մաժորային իրավիճակներ։ Մենք հաջողություն մաղթենք մեր հոգևոր դասին, որպեսզի նրանք կարողանան իրենց հերթական ժողովը անել եւ կարողանան մեր ազգի համար նաեւ բարենպաստ որոշումներ ընդունեն, որտեղ սա միայն եկեղեցու տիրույթում չեն։ Այդ որոշումները անմիջականորեն անդրադառնում են նաև մեր հասարակական կյանքի վրա։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան, ինչպես միշտ հետաքրքիր վերլուծության համար, ես վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, տեսակապով զրուցում էի պատմաբան Արեգ Սարգսյանի հետ, լավ եղեք, կհանդիպենք։